Միշտ հնարավորություն ունեցեմ ոչ մի բան չեմ փոխել։ Անձնական կյանքից կարող են հարց տալ։ Հիմնականում բնական, ես եմ բնական անել, ես շատ եմ սիրում իմ մասնակցությունը։ Բնավորությամբ ես անհանգիստ մարդ եմ։ Մինչև 10-րդ դասանի կեսը պատրաստվել եմ մաթեմատիկ որպես։ Բայց ծնողները շատ են ու մայրս ավելի շատ էր ցանկանում երազում, որ դառնամ բժիշկ։ Ու այդ ընթացքում դեպք պատահեց, մայրս վիրահատվեց։ Ես հասկացա, որ կուզեի ես էլ բժիշկ լինեմ, տեսնելով մյուս բժիշկների աշխատանքը։ Վերջի կես տարին որոշեցի, որ կգնամ բժշկական։ Բժիշկ դառնալուց հետո արդեն երրորդ կուրսում վստահ էի, որ միկրովիրաբույժ ու պլաստիկ վիրաբույժ եմ լինելու։ Այդ էլ երևի չէ։ Ուզում եի, որ մարդիկի մոտ միշտ ուրախ կան։ Ինչքան ուզում եմ լավ վնասվածքաբան լինի, ոչ մեկ ուրախ չի, որ իր ոտքը ջարդվել է։ Իսկ իմ մոտ գալիս են ուրախ։ Փորձում ենք այնպես որ ուրախել գնան։ Հարգանքը բավականին իջել է բժշկության հանդեպ, որ ամենավատ բաներից է, ցանկացած մարդ քննադատում է, բայց այսպես ասեմ, եթե հենց մատը փուշ է մտնում, գնում է բժշկի։ Եթե տենց վատն են, կարելի է ցանկացած տեղ գնալ, ոչ բժշկի։ Բայց կան մարդիկ, որոնք կուզեի մի հատ դեպք պատմեմ, այդ անհեթեթության հետ կապված։ Իմ մոտիկ մարդկանցից մեկը, որը ինքը քննադատող բան սիտուացիայում ծնողը վատացել էր, տարիքով մեծ ծնող։ Տարել էին հիվանդանոց, գիշեր, ժամը 3, բայց շատ ծանր հիվանդը 3 օր հետո իր ոտքով եկել էր տուն։ Ու լավ։ Բայց այդ անձը ասում էր, որ լավ բժիշկ չկա այդ մեծ հիվանդանոցում։ Ասում եմ լավ, գիշերը ձեզ դիմավորել են, ընդունել են մոտ 20 բուժ աշխատող։ Համարում եմ դու ճիշտ ես, ասում եմ մաթեմատիկ եմ եղել, փորձում եմ մաթեմատիկայի խնդրի բերեմ դա իրար հետ վիճելից։ Ասում եմ 19 շատ վատն են եղել, բայց մեկը ուրեմն տաղանդավոր էր, որ տաղանդավոր մարդ, որը 3 օրում կարողացել է խիստ ծանր հիվանդին 3 օրից տուն ուղարկի իր ոտքով։ Դրանից հետո էլ չի համաձայնում։ Ասում եմ ոչ, չի եղել, բոլորը վատն են եղել։ Այդտեղ արդեն վիճելու չի, արդեն ասում ես всё։ Փորձում եմ մարդկանց լավ բան անել, ուրախացնել։ Եթե ինչ-որ մարդը որոշակի ցանկություն ունի, որ ես ունեմ այդ հնարավորությունը, տալ մարդուն դա։ Գեների մեջ կա նկարիչներ։ Ես ուսումնասիրել եմ նկարչություն ժամանակին։ Այն ինչը համարում է նկարչության մեջ գեղեցիկ, իրական կյանքում գեղեցիկ չի համարվում։ Իսկ նկարչության մեջ եթե դեմքը բաժանում է 3 մասի եւ 3-ը բոլորը հավասար պետք է լինեն, ճակատ քիթ բերան հատվածները, նկարչության մեջ տենց են նկարում։ Դա ստացվում է հունական դեմք հիմնականում։ Բայց եթե միջին մասը, այսինքն քթի չափը փոքրացնում ես, դա փոքրացնում է տարիքը եւ նշփացնում է անձին։ Աղջկա դեպքում դա արվում է, տղու դեպքում դա չի արվում, որովհետեւ պետք չի որ տղեն նուրբ լինի։ Այսինքն ես իմ կարծիքը հիվանդին ասում եմ ես գիտեմ որ սա սենց է իրականում, բայց ավելի լավ է անել ավելի փոքր, այդ դեպքում թե տարիքը կփոքրանա, թե նշփություն կգա։ Հայերի ձեռքերը լավն են։ Կարող է դեղերի որակը մի քիչ վատը լինի, բայց հայերի ձեռքերը լավն են։ Անձամբ եթե ինձ ինչ-որ բան պետք լինի, ես կնախընտրեմ Հայաստանում։ Լավ բժիշկը համարվում է տարիքով, ստաժով, շատ վիրահատած, շատ օգնած, մյուս բժիշկներին օգնած մարդը։ Նահանգներում ստրուկտուրայի մեջ լավը համարվում է նա, ով նշանակում է շատ է նշանակում SSS դեղերը։ Եթե ինքը շատ է նշանակում, եկած նոր հիվանդը տրվում է ամենաշատ նշանակողին, այսինքն ինքը ավելի է շատ սկսում նշանակել։ Մեծ երկրում այդ խնդիրը ավելի դժվար է, երբ որ դու գնում ես չես կարողանում ընտրել։ Փոքր երկրում 5 րոպեից գիտես ով է քո բժիշկը։
ցանկացած մասնագետ փորձելու է անի իր հնարավորության ամենալավ դեպքերում։ Եվ երբ որ նրան վիրահատությունից 5 րոպե առաջ ասում են, սա մեր էս ինչն է բարեկամը, խնդրում եմ լավ արա, դու ասում ես, իսկ եթե ինքը տենց չլիներ, մեր էս ինչ բարեկամը, վատ կանեիր, չէ, նույնը։ Բայց մարդը ինքնավստահ է, որ իր համար արդեն ասել են լավ կանեն։ Ես անունը կարող եմ մոռանալ, ազգան, բայց կհիշեմ իրեն ու կհիշեմ գործողություններ, process-ներ, կարող հիշեմ ինքը ինչ մասնագիտություններ, դժվարում եմ անունը հիշել, բայց երեք հիվանդ է եկել, ուրիշ հիվանդի հետ, որի 20 տարի առաջ էի վիրահատել, բայց ես յան հիշում էի, դաժե անունը մոտավոր հիշեցի, հետաքրքիր դեպք, տենց ասեմ, քիթ, վիրահատել եմ մի հատ երիտասարդ աղջկա, մի հատ էլ երիտասարդ տղայի, տարբեր, իրար կողքի պալատներում են, իրանք սիրահարվեցին, ամուսնացան և տղայի տատիկը, մի քանի երդ ասում է երեխեքի երկուսիկին էլ վիրահատած է, վсё, չէ, ասում մենք վերջացրեցինք, երեխաներին արդեն սիրուն կլինի, չէ, ասում ես ոչ, գենետիկան մնում է գենետիկա, բայց տատիկը վստահ է, որ համ հարսինն արած, համ իրանց տղայինը գտնում էր, որ արդեն թորների քիթը պետք է բոլորինը սիրուն լինի։ Միջև բժշկական ընդունելը ես 1 տարի սովորել եմ բիոֆակում համալսարանի։ Ու այն ժամանակ ես շատ եմ սիրել կենդանիներ, միջև այսօր։ Կենդանիներին միշտ հետաքրքրել է այդ ամեն ինչը կենդանիների, բայց ժամանակի խնդիրը, դա սովետական միության վերջի տարիներն էր, հա, 91 թիվը, մեծ երկրում կենդանաբանը մեծ հնարավորություններ ունի թե գիտության մեջ, թե ամեն ինչի, բայց այդ փոփոխական տարիներում օրինակ ես հասկացա, որ եթե ես դառնում եմ կենդանաբան, փակ է իմ դեմ բոլոր ճանապարհները, գոնե այդ տարիներին ու ալտերնատիվ վստահ է, որ երկրորդ մասնակցությունը բժշկությունն է։ Դու աշխատում ես քրտնած հիվանդի հետ, հոգնած հիվանդի, ջղային մարդու հետ, եթե դու չսիրես այդ մասնագիտությունը, հավատացեք, ամեն օրը կլինի դաժան օր։ Իսկ գտնում եմ, որ մարդը առավոտյան շատ երջանիկ, ուրախ պետք է վազելով ցկտի գնալ իր աշխատանքին, իսկ օրվա վերջում ուրախ գնա իր ընտանիք։ Ու դա ամեն օր։ Անհատը ինչքան ուզում է լավ լինի, ես քիչ հետո տուն եմ գնալու, իսկ հիվանդը մնալու է այստեղ։ Եթե թիմը աշխատող չլինի, եթե ես վստահ չլինեմ թիմի վրա, ես չեմ կարող տուն գնալ։ Եթե մարդը կարող է լավ բժիշկ դառնա, կարող է լավ մաթեմատիկ դառնա, կարող է լավ պատմաբան դառնա ու նույնի հակառակը, հա։ Գտնում եմ, որ չէ։ Եթե մարդը կարող է լավ հավաքարար դառնա, լավ մեխանիկ կդառնա, լավ օպերատոր էլ, ամեն ինչ լավը կդառնա։ Այսինքն եթե ինքը ձգտում է իր մասնակցության մեջ լավին, ցանկացած տեղ լավն է լինելու ինքը։ Իսկ ես չեմ փոշմանել, որովհետև իրոք շատ սիրում եմ։ Տարիքը ու չեմ ուզենա վատը դառնալ։ Ինչ որ մի օր սկսելու եմ գագաթից, հա, պիկից իջնել։ Այ ենթադրում եմ, որ ես կհասկանամ, բայց եթե ես չհասկանամ, պետք է կողքից մեկը շատ վստահելի մարդ ինձ հուշի, ասի հերիք է։ Մարմնի ամբողջ բոլոր էսթետիկ վիրահատությունները, բայց Հայաստանում գտնվելով իհարկե տոկոսը ամենամեծ քիթն է, քթի վիրահատությունը։ Բայց վերջի տարիներում շատ բան է փոխվել, շատ տարբեր վիրահատություններ, որոնք 15 տարի առաջ քանակապես քիչ էին, հիմա բավականին շատ են։ Կար ժամանակ, որ իմ դարակի մեջ աշխատանքային իրնաշայքի բոլոր կոնֆիգուրացիաներով նկարները մի 100 հատ կային, որ նկարը ձեռ գալիս էին, ասում էին ուզում եմ այս, ասում եմ այս աղջիկը 5 մետր գնում է գալիս, դա արժի $8,000, դա ինքը տոպ մեջ է, տոպերի։ Ասում եթե ես կարողանամ ցանկացած մարդուց ստանամ իրի նշեիք, ինչ գործում եմ ստեղ։ Ամեն ազգ իր գեղեցկության չափանիշներն ունի եւ իր ժամանակներն էլ հիմա գնալով էլի վերադառնում են, եթե նկատեք Եվրոպան ավելի բնականի կողմնակիցն է, Ամերիկան ավելի ոչ բնականի, ասել թե ով է ճիշտ, պետք է սխալ։ Հին նկարներ նայեք 50-ական թվականների գեղեցկուի համարվողները այսօր
շանս չէին ունենա, 0 կլներ իրանց շանսը, իսկ այսօրվա գեղեցկուհիները այն տարիներ։ Եթե կոնկրետ քթի մասնախոսքը վնասները շատ են լինում։ Այսինքն շնչառությունը վատ է, շնչառությունը միանշանակ պետք է անել։ Այդ նույն քնած ժամանակ, եթե կա շտկելու բան, կարելի է անել։ Եթե մարդը ուզում է, իմ փորձից ելնելով ասեմ, քթի վիրահատությունից հետո երիտասարդները ավելի շատ, աղջիկները շատ ավելի բաց ու ավելի երջանիկ են դառնում, շփվող։ Հարցազրույցներից մեկում էր նենց էր, որ երկու կարծիքներ իրար թեթև վեճ չասեն, միջաբանություն տենց կարծեր ու դիմացի կողմը ասում էր, որ Աստված ոնց ստեղծել է, տենց է պետք լինել, պետք չի փոխել արտաքինը, ու իմ դիմադրությունը նրանով ասում է, պես դու մազեր կտրում ես, սափրվում ես, լողանում ես, որը вообще ընդհանրապես պետք չի։ Դա առաջացել այն ժամանակ, երբ որ եղել են հնարավորություն, ինչի՞ց է զարգացած, որովհետև որակը սկսեց լավանալ, մարդիկ եթե դժգոհ լինեին, շատ արագ կկտրվեր այդ վիրահատություններն էլ, մասնագիտություններ կփակվեր եւ վերջ։ Շահը դրականներ տենդենցիան։ Չէ, լավ են կանում։ Եթե կա հնարավորություն, չեք նկատել, որ մեր ազգը սերունացել է վերջի 20 տարում։ Այդ նույնքն մենակ մեր ազգը չի։ Իսպանացիները, իտալացիները, причем զարգացած այն երկրներում, որտեղ որ գիտը մեծ է, ով որ շատ անում։ Եվրոպայում ամենալավը համարվում են իսպանացիները, որոնց գիտը էլի մեծ է։ Ֆրանսիացիները ու գերմանացիները տենց լավ չեն անում, ոնց որ իսպանացի, իտալացի։ Հարավային Իտալիան ավելի լավ։ Իսկ այն հատվածները, ով ինչը շատ անում, դրանով լավ է ստացվում։ Այսինքն այս չէ որ մենակ մենք ենք անում, հա, հայերի մոտ էլ մեծ է Ռոզիկ Մկրտչյանը, միանշանակ վատ կլներ երևի։ Որտեղ մենք սովորենք, դա իր խարիզման է, հա։ Բայց մի հատ էլ մյուս հայտնի հային, Ազնավուրը եթե չաներ, երևի չէր ունենա։ Ճիշտ խորհուրդ է, չէ՞, լսել Ազնավուրը, որ արել է երիտասարդ տարիներում եւ այդ թվերին շատ քիչ մարդ էր անում։ Ու իր հաջողության սկիզբն է եղել։ Եթե հիվանդը գեր արդյունքի է սպասում, ինքը պատրաստ չի։ Ինքը պետք է երկար մտածի, մի հատ պատմությունը ուսումնասիրի, ով անցել է այդ էտապներով դրանց տեսնի, ժամանակին մեծ վիրաբույժներից, իմ ուսուցիչներից, գոլեգաներից հետաքրքիր բաներ անում։ Ամպուտացիայի ժամանակ, երբ որ դա այն վիրահատությունը, երբ որ մարդը միջև վերջի վայրկյանը պատրաստ չի, հա, այդ վիրահատությանը, իր կյանքը ապագան չի պատկերացնում, ինքը ժամանակ էր տալի, այդ հիվանդին պատկերացնում էր պալատ, որտեղ կա արդեն վիրահատված ամիսներ առաջ, որը երկրորդ էտապին է եկել, կամ ինչ-որ մարդ, որը այդ նույն հիվանդությամբ անցել է այդ էտապներով։ Ու հավատացեք ինձ, 2-3 օր հետո հիվանդը պատրաստ էր, ասում էր, խնդիր էլ չեմ տեսնում, ամպուտացիա արեք վերջույթը, որտեղ տեսնում էր, որ կյանքը շարունակվել է, շատ բան չի փոխվել դիմացինի կյանքում, եւ դա փրկել է իր կյանքը։ Այդ ձեր հարցին միանգամից հասկանում ես, որ հիվանդը պատրաստ է այդ վիրահատության։ Էսթետիկայում մի քիչ ուրիշ է։ Էսթետիկայում, եթե ցանկությունները ռեալ են, սպասումները ռեալ են, կարելի է արդեն նախապատրաստել գնալ։ Դա զրույց է հիվանդի եւ բժշկի մասին։ Հիվանդը ներկայացնում է իր ցանկությունները, բժիշկը հնարավորությունները եւ այդ երկուսի համապատասխանության դեպքում կարելի է գնալ վիրահատության։ Միշտ հիշելով, որ հնարավոր են բարդություններ։ Ես չեմ սիրում վուլգար չափանցած բաներ չեմ սիրում։ Դրա համար եթե ցանկությունը հիվանդի ավել է, քան իմ ուզածը, կարող է անեմ, բայց շատ դեպքերում ասում եմ ոչ, ես չէ։ Ու հիմնական ասում եմ, այս ինչ մարդը ձեր ուզած ձևով անում, իր հետ աշխատեք, իրան դիմեք։ Ես կարող եմ խորհուրդ տալ։ Ու շատ մեղ, շատ թաքնված խորհուրդ։ Որ ավելի լավ է սենց անել։ Հիմնականում կատեգորիկ դեմ են, ասում են չէ, սենց է լավ։ Այդ մարդու անհատական հատկություններն է դեռ բժշկության հետ կապ չունեցող հարց։ Տարիքային բժիշկները դեռևս ավելի խորհրդարու են եւ ուժեղ, հա, իրենց մասնակցության մեջ։ Իսկ ավելի երիտասարդները ուժեղ են սոցցանցերում, նոր տեխնոլոգիաներում։ Այսինքն սոցցանցերում իրենք հաղթելու են։ Իսկ տարիքով բժիշկը արդեն չի մասնակցի այդ
պայքարին իրականում կտուժի հիվանդը, պացիենտը։ Նա կընտրի մի մարդու, որը կասի ունի, չգիտեմ, 20,000 պատվիսչիկ, բայց նա չի տեսնի մի բժշկի, որը չունի ոչ մի պատվիսչիկ, բայց այսպես ասած իր ընտրածի ուսուցիչն է։ Եվ աշակերտը դեռ երկար ժամանակ ունի հասնելու։ Կողմից խանգարում է սոցցանցերը, որտեվ պատասխանատվություն չկա, ոչ մեկ իր գրածի համար պատասխանատու չի։ Շատ մրցունակ ենք։ Այն քիչ մասնագետություններ, որոնց որ մեր մասնագետին հրավիրում են, խնդրում են ընդմիշտ գնալ իրենց երկիր, խոսքը բարձր զարգացած երկրների, Գերմանիա, Ամերիկա, ուրիշ հարց որ լիցենզիայի խնդիրներ կա, որը հեշտ անցնում են մեր բոլոր բժիշկները, բայց այն քիչ մասնագիտություններից է, որ հրավիրում են, կանչում են, խնդրում են, որ գնան իրենց մոտ աշխատեն։ Ես ուրիշ տես մասնագիտություն չգիտեմ, կա մեր մոտ։ Կարող է պարողներին հրավիրեն, երաժիշտներին, կլինեն շատ, բայց այն որ Հայաստանում առողջապահությունը բավականին բարձր որակի է, ես այդտեղ վստահ եմ, որտեղ շփվում ենք տարբեր երկրների մասնագետների հետ, կազմակերպման հետ, առողջապահության։ Իրատությունից եւ վերջացնելուց հետո, երբ որ իջնում է հարկ, պարտադիր տեսնում եմ, բայց դա չի նշանակում, որ 3-4 անգամ պետք է տեսնեմ։ Որերորդ անգամն է լինելու հիմա որ գնա։ Երրորդ։ Չնայած ժամն էլ ինձ է, որ դրանից հետո մնալու է մի հատ, տուն գնալուց առաջ է մի հատ պետք է տեսնեմ ու գնամ, որ հանգիստ գնամ տուն։ Տեսնենք, գնամ։ Հիմա մոտենում ենք հիվանդին, տեսնենք ինչպես է։ Ես վիրահատությունից հետո արդեն 1-2 անգամ տեսել եմ, ամեն ինչ նորմալ է։ Վերջնական պետք է տեսնել, որպեսզի թե ես, թե հիվանդը հանգիստ շարունակենք մեր օրը։ Ռուզաննա, արի։ Քեզ մաքսիմալ հանգիստ դիրք ընդունի, այսինքն ոչ մի բանը պարտադիր չի։ Հերթապահ քույրը Ռուզաննա, լյուբոյ հարց, ցանկացած հարց իրան է դիմում, ասեցի, տուալետ գնաց, պարտադիր ինքը լինի սենյակում։ Վերջի ժամանակներ բավականին տարածված վիրահատություն է դառել կրկնակազակի վերացնելը։ Ես 9-ին պետք է տեղյակ լինեմ երեկոյան եւ գիշերը ինչ է եղել։ Հիվանդները ինչպես են եղել, բոլոր ոչ ստանդարտ սիտուացիաներից, որպեսզի ինքս տեղյակ լինեմ։ Միայն այդ պայմաններում ես կարող եմ իջնել ընդհանուր ժողովին։ Всё, Անուլ։ Վերջացրեցիր աշխատանքներդ։ Ես թվա կարելի է կամաց վերջացնել։ Մեր աշխատանքում ժամ չկա, աշխատանքը վերջանում է, երբ որ վերջանում է մեր աշխատանքը։ Ասել ժամը 5-ն է գնալ տուն, տենց բան չկա։ Եթե պետք է, մինչև 9-ն է, ոչ ոք չի սպասում տուն գնալու ժամին։ Տուն գնում ենք, երբ որ հասկանում ենք, որ ամեն ինչ նորմալ է։ Եթե պետք լինի, 3 օր կարելի է մնալ հիվանդանոց։ Մինչև վերջին աշխատանքի վայրկյանը հոգնել գաղափարը չկա, երբ որ գնահատում ես, որ վերջացել է, նոր հասկանում ես, որ հոգնել ես։ Եվ պետք է արդեն հանգիստ խղճով գնալ տուն եւ անցնել ոչ բժշկական առօրյային։ Վիրահատությունը դա բժշկի ու հիվանդի գործն է, ուրիշ ոչ ոք իրավունք չունի իմանա։ Շատ դեպքերում։ Եվ բարկանում եմ, որ ինչ-որ մեկը կարող է քույրերից կամ մյուս բժիշկներից ինչ-որ միտեղ միամիտ պատահական ինչ-որ մի բան ասի։ Փակ համակարգամարտը ինքն է որոշում ամեն ինչը եւ պետք չի ինչ-որ մեկը իմանա։ Նույնիսկ ծնողները, շատ դեպքերում կանանց հարցնում եմ ամուսինը տեղյակ է թե ոչ, որտեղ դա կարևոր է։ Իհարկե ամենազանց է, բայց ենթադրում եմ, որ ամուսինը պետք է տեղյակ լինի։ Երկրորդ մարդը հիվանդից հետո, որ կուզենա լավ լինի, հավատացեք, դա բժիշկն է լինելու։ Դա մասնագիտության թերությունն է, որ ոչ բժիշկ, որպես հայ ինչ-որ միջոցառման ժամանակ անկախ քեզից սկսում ես նայել բոլորին ու հասկանում ես։
Շատ դեպքերում նույնիսկ հասկանում ես ով է արել, ինչ է արել, այսինքն ձեռագիր գաղափարը։ Ես եղել ա որ բժիշկներից մեկին ասել եմ այն աղջիկը միանշանակ դու ես վիրահատել, ճշտել եք, ասեց այո, աղջիկը։ Պետք է իրոք հոգով էսթետ լինեն, գնահատեն գեղեցիկը ու ձգտեն։ Իսկ ընդհանուր բժիշկ դառնալուց առաջ պետք է երկար մտածեն, երկար։ Ինքը պատրաստ է ցանկացած ժամին երեկոյան 1 վայրկյանից հավաքվել եւ գնալ հիվանդանոց, չիմանալով երբ է տուն գնալու։ Ամեն ուրախության ժամանակ միշտ զսպել, որ կարող է ինձ զանգեն, քիչ խմել, շատ հեռու չգնալ քաղաքից, գնալուց անպայման տեղեկացնել, որ ես հեռու եմ լինելու, չեմ կարող գալ։ Ընդհանուր պատասխանատվությունը, դիսցիպլինա պետք է ունենա շատ բարձր, որտեվ բացի քեզնից դու ուրիշ մարդու կյանքի հետ գործ ունես։ Բայց որպես մասնագիտություն, եթե ինձ հարցնեք, լավագույն մասնագիտությունն է։ Ես չեմ պատկերացնում ուրիշ մասնագիտություն, որը ավելի լավը լինի։ Բժշկության դեպքում անձը ամենաուշն է սկսում գումար աշխատել, հա։ Նույն տարիքի, նույն իր դասընկերներից, ով գնում է IT ոլորտ, ցանկացած ուրիշ ոլորտ, 4-5 տարի հետո սկսում է աշխատել։ Բժիշկը սկսում է աշխատել մոտ 15 տարի հետո։ Ինքը 10 տարի սովորում է, 6 տարի բուհ, 4 տարի հետ բուհական։ Այդ ավարտելուց հետո դու նոր զրոյական կետից սկսում ես շարժվել առաջ, այսինքն միջին բժիշկ դու դառնում ես 15 տարի հետո եւ քեզ մնում է շատ կարճ ժամանակ, եւս մի 20 տարի աշխատելու։ Ուրեմն ասեմ շատ կասկածելի է։ Ոչ պլանավորված քանի հատ պետք է այդքան։ Այդ դեպքում էլ չես մտածում, եթե պետք է, ուրեմն պետք է անել։ Եթե դու պատերազմում ես կամ ինչ-որ միտեղ անում ես այնքան, ինչքան որ պետք է։ Իսկ պլանավորված դեպքում ներկայում միջինը 3 վիրահատություն, 3 մեծ վիրահատություն եւ արդեն փոքր վիրահատություններ 3-4 դա չի պլանավորվում։ Պլանավորվում են հիմնական մեծ վիրահատությունները 3-ը։ Կարող է լինել 6, 7, 8 ժամ։ Միկրովիրաբուժության մեջ 10-12 ժամ։ Բայց միջինը 2-2.5 ժամանց վիրահատությունները, միջին վիրահատությունները։ Նույնն են առավելությունները եւ թերությունները։ Բժիշկներին բոլորը գիտեն, այսպես ասած փակ դուր չկա բժշկի դիմաց, որտեղ ցանկացած բնակավարից դու ունեցել ես հիվանդ, որը քեզ տեսնելուց միանգամից հիշում է եւ վայ բժիշկ ջան, հենց հիմա կփորձեմ ձեզ օգնել։ Ու նույնի հակառակը, որ բոլորը գիտեն քեզ, միտեղ որտեղ ուզում ես չճանաչեն, մի վայրկյանից բոլորը քեզ գիտեն։ Նույն հաջողությունն ու անհաջողությունը ձեռք են բռնած։ Ամենահետաքրքիր հարցը, որ բոլորը գիտեն, որ դա անիմաստ է, այդ հարցը տալ։ Լավ կանեք, չէ՞։ Տեխնիկական չկա բարդություն։ Կամ կարողանում է մարդը, կամ չի կարողանում։ Բարդը հետո երեկոյան քնելուց, որ մտածում ես լավ ես արել, թե վատ ես արել, այդ է բարդը։ Բարդը մտածել ոնց կլինի։ Դու արել ես, ինչ սովորել ես, ինչ գիտես, արել ես։ Ու X ժամանակ սպասում ես, երբ որ արդյունքը տեսնես։ Այդ է բարդը, սպասելը, ենթադրելը ոնց կլինի։ Հունից անի կարա ցանկացած հարց, որը 10 անգամ է կրկնվում, իսկ հավատացեքին ստենց լինում է։ Նույն հարցը մանրամասն բացատրելուց հետո կարող է մի վայրկյան հետո նույն հարցը տրվի։ Միշտ հիշեք, ձեր դիմաց հիվանդ է, մարդ, որը ընկճված է այդ բանին, ցանկացած արարք մի գնահատեք որպես նորմա։ Հաշվեք, որ մարդը հիվանդ է, մեր հանգիստ վերաբերվեք, հանգիստ խոսեք։ Ձեր ընտրած ֆորմատը շատ ճիշտ է, որ պետք է տարբեր մասնագիտության մարդկանց հետ խոսել եւ երևի պետք է, որ մեր երիտասարդ երեխաները աշխարհում կա մոտ հազարներով մասնագիտություն, բայց այն երիտասարդին, որը կանգնած է այդ ճանապարհին, թե ինչ դառնալ, 10-ից ավել չեն կարողանում մասնագիտություն նշել։ 10-12 մասնագիտություն են նշում։ Ենթադրում եմ, որ ձեր հաղորդաշարից հետո իրենք ավելի մեծ
պայմաններ կունենան ընտրության։